տասովշիկ ինչ եմ ասում Նիկոլ Փաշինյանին։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դրան շատ ծանր են տանում, երևում էլ է դա ակնհայտ, բայց նախ այն պաշտոնատար անձը, որ դուք ասեցիք, խոսում է գլուխը տալու պատովը, գլուխը պատին տալու այո մասին է խոսում եւ զբաղեցնում է բարձրաստիճան պաշտոն Հայաստանում։ Ես կարծում եմ նախ նա երևի ամեն առավոտ ինքը հելնում է 5 անգամ գլուխը տալիս է պատին, որ հետո կանգնի Ալիևի քարոզը անի ստեղ ադրբեջանական ու իմ կարծիքով իրանց միջև հիմա մի տեսակ մրցույթ է գնում ով ավելի շատ Ալիևի տասովշիկը կամ ով է գլխավոր տասովշիկը Ալիևի։ Ինքնա թե քիչ ամնում ասենք բան, այնպես մարդ ուզում է պոպկորնը նստի, մի հատ նայի ու տեսնի հələ ով է ավելի շատ ռասկրուտ կանում Հայաստանում Ալիևի նարատիվները ու մեր համար ստեղծում ագրեսիայի հիմքեր։ Ես ինչի եմ Նիկոլ Փաշինյանին ասում տասովշիկ։ Նիկոլ ջան, ես ինչի եմ քեզ ասում տասովշիկ, որովհետև նայեք, եկեք հələ հասկանանք փոքր ժամանակ մենք տղերքը հատկապես, հա, ոնց էր եղել։ Կար, չէ, միշտ չպես եղել կամ տղա մի հոգի Բաքվում է, որտեղ է հիմնականում, որ անդադ ուղարկում են ջրի, ասում են մի հատ գնա ջուրբե, մի հատ գնա այս ինչու արբեր, բան, մի հատ թռիս տեղից, մի հատ այս արա, այն արա, եւ այդ տղան միշտ անում է, որովհետեւ գիտի, որ ինքը չի կարա իրան պաշտպանի, կամ անգամ եթե չկարողանա պաշտպանի, լավ, քեզ կարող է մի հատ այդտեղ խփեն, բայց դու գոնե կամք ունեցի, ռիսկ ունեցի, մոտ առաջի քայլը դու արա, որովհետեւ ամբողջ կյանքդ տենց էլ մնալու ես։ Հիմա քաղաքական մակարդակում նույնպես կա այդ տասովշիկությունը այսպես ասած պարզվում է եւ այնպես է ստացվել որ դա մեր երկրի ղեկավարն է այդ գործառույթը իրականացնում։ Ալիևը ասում է գնա սահմանադրություն փոխի, ասում է հարց չկա, հեսա գնամ մեր երկրին քարոզանեմ, պարտադրեմ փոխեմ։ Ասում է գնա այս տարածքները զիջի մեզ, ասում է հարց չկա, գնա անեմ։ Գնա մի մետր թռի, ասում է ինչքան պետք է, մի մետր թռնեմ թե 1.5 մետր, ուզում ես 1.5 մետր թռնեմ։ Հիմա սա նման բանը, ի՞նչ է եթե ոչ այլ ինչ մեր լեզվով ասած տասովշիկ լինելը, ես ուրիշ բառ սրան չեմ գտնում անկեղծ ասած, եւ ես մի բան էլ ասեմ, գիտեք, ես այն ինչ որ խոսում եմ, ես ամեն ինչի համար պատասխան, իմ բառերի համար պատասխան եմ տալիս։ Ես ասեցի, օրինակ նույն այդ տասովշիկ բառը, չէ՞, ես դրա պատասխանը ունեմ։ Ես ինչի եմ իրան ասում տասովշիկ, որովհետեւ ինքը ակնհայտ իրանը տենց է պաղում։ Ինձ համար սա ցավ է պատճառում, գիտեք, որ մենք ունենք երկրի ղեկավար այսօր, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդ, որը ստիպում է իրան ասել այն ինչ կա։ Ես ցավում եմ դրա համար, բայց դա այդպես է։ Եվ դա պետք է մենք նկատի ունենանք։ Ես սա, գիտեք, նաև մի այսպիսի կարևոր շատ հոգեբանական բան կա, որ դու եթե սովորում ես այդ վարքագծին, թռի եմ բեր, գնա ես արա, գնա են արա, դու հետո գալիս ես քո ժողովրդի մեջ ես դա մտցնում, հասկանում եք։ Մինչդեռ մեր ժողովուրդը դուք նայեք հələ բոլոր ցուցանիշները համաշխարհային վերցրեք, մտավոր կարողություններով, կրթությունով, կամքի ուժով, որոշումներ կայացնելու կարողությամբ, աշխարհահռչակ նաև մեր հայերով, աշխարհասփյուր լինելով, մենք աշխարհի ամենաառաջին տեղերում ենք։ Հասկանում եք, դրա համար մենք այս փակ, այս շղթայից, այս պրիզմայից դուրս գանք, տեսնենք, որ մեր հնարավորությունները շատ ավելին են։ Մենք ունենք այդ հնարավորությունները։ Մենք պետք է այս հոգեբանությունը թույլ չտանք։ Մենք հակառակը, չէ, մենք տարբեր ուրիշների ենք ասում, գնա թռի ես բեր, հիմա եկել են մեզ են ասում։ Հասկանում եք, սա է, որ դա եւ ես այդ հարցի պատասխանը նորից եմ ասում, հստակ ունեմ, ու նրանք չփորձեն այս հարցով կայանալ մեր վրա, չփորձեն հանգարց, որովհետեւ դա պատասխանները ոչ միայն ունենք, այլ հստակ մեխանիզմներներ կան, դրա այդ առումով ցույց տալու։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։